Տարածաշրջանային խաղաղություն եւ կայունություն, ինչպես նաեւ գործընկերության խորացում եւ տարբեր ուղղություններով հարաբերությունների զարգացում։ Սրանք են Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների հանդիպումից հետո հնչեցված հիմնական ուղերձները։ Անձնական երկխոսությունից բացի երկրների միջև տեղի ունեցել նաեւ ընդլայնված կազմով քննարկում։ Լրատվամիջոցներին տված իրենց հայտարարություններում շեշտը դրվել է բարեկամական կապերի եւ ապագա ծրագրերի վրա։ Ընդգծվել է խաղաղության կարեւորությունը։ Նիկոլ Փաշինյանն արդեն լքել է Վրաստանը։ Վրաստան-Հայաստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Ընդունելությանը մասնակցել են նախարարների կաբինետի անդամները։ Քննարկվել է տարբեր ոլորտներում գործընկերության խորացման դրական դինամիկան եւ հետագա անելիքները։ Շեշտը դրվել է խաղաղության գործընթացի շարունակական աջակցության վրա։ Վարչապետը ստորագրել է հանձնաժողովի 15-րդ ամփոփիչ արձանագրությունը։ Այսօր ԱՄՆ-ում գտնվող վրացական պատվիրակությունը կմասնակցի ինքնիշխան պետությունների դաշինքի համաժողովին։ Քննարկվում են միջազգային անվտանգության, ինքնիշխանության եւ տարածաշրջանային համագործակցության հարցեր։ 3 քննարկումներ են տեղի ունեցել ինչպես կոնգրեսում, այնպես էլ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ։ Պատվիրակությունը հանդիպել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ սենատոր Ստիվ Դեյնսի հետ։ Նրանց խոսքով սենատորը դրական է գնահատել վրացիների այցը ԱՄՆ եւ պատրաստակամություն է հայտնել վերականգնել երկու երկրների միջև հարաբերությունները։ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի հուղարկավորությունը հետաձգվեց։ Իրանական լրատվամիջոցների տվյալներով երրորդյա սուգը պետք է սկսվեր այսօր, սակայն այն հետաձգվել է մինչև ենթակառուցվածքների վերականգնումը։ Հուղարկավորության ճշգրիտ ժամանակը դեռևս հայտնի չէ։ Միևնույն ժամանակ իրանական աղբյուրները հայտնում են, որ Այաթոլլահ Խամենեիի որդին ընտրվել է Իրանի նոր գերագույն առաջնորդ։ Իսրայելը շարունակում է Թեհրանի վրա հարձակումները։ Պաշտպանության ուժերը բացատրում են, որ հարձակվել են Բասիջ կիսառազմական խմբավորման շտաբ բնակարանի, ինչպես նաև հրթիռային կալանքների եւ կայանատեղերի վրա։ Նախարարությունը հայտարարում է, որ Իրանի ռեժիմի ենթակառուցվածքների վրա հարձակումները կշարունակվեն։ Պաշտպանության նախարարի խոսքով իրանական ահաբեկչական ռեժիմի կողմից ընտրված ցանկացած նոր առաջնորդ կդառնա իրենց թիրախը։ Ամերիկյան Սուզանավը կրակ է բացել իրանական նավի վրա Շրի Լանկայի ափերի մոտակայքում զոհվել է 80 մարդ, 68-ը անհետ կորած են։ Փրկարարները կարողացել են ջրից դուրս բերել 32 մարդու նավից տագնապի ազդանշան ուղարկելուց հետո դեպքի վայր են ժամանել Շրի Լանկայի փրկարարական ծառայության աշխատակիցները։ Նավի վրա ընդհանուր առմամբ եղել է 180 մարդ։ ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգը ոչնչացրել է Թուրքիայի օդային տարածքի ուղղությամբ թռչող իրանական հրթիռ։ Պաշտպանության նախարարության տվյալներով միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Տեղեկությունը ցույց է տալիս, որ հրթիռի հետագիծը ուղղված է Թուրքիային, Իրաքի եւ Սիրիայի օդային տարածքով։ Մենք պետք է դասեր քաղենք պատմությունից եւ չենք կարող ռուսական ռուլետկա խաղալ միլիոնավոր մարդկանց ճակատագրերի հետ։ Այսպես է ասում Իսպանիայի վարչապետը Պետրո Սանչեսի խոսքով հակամարտության մեջ ներգրաված ուժերը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները եւ ցուցադրեն իրենց նվիրվածությունը երկխոսությանն ու դիվանագիտությանը։ Վարչապետի խոսքով մի քանի անպատասխանատու առաջնորդներ 2003 թվականին իրենց ներքաշեցին Մերձավոր Արևելքում անօրինական պատերազմի մեջ։ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի ֆոնին իրականացվեց Օմանից Վրաստան առաջին հատուկ չվերթը։ 170 քաղաքացի վերադարձավ հայրենիք։ Մարտի 4-ին եւ 5-ին նույնպես նախատեսված են հատուկ չվերթներ։ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ իշխանությունները շարունակում են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը մեր քաղաքացիներին ժամանակին եւ անվտանգ վերադարձնելու համար։ Վրաստանի դեսպանատունը Արաբական Միացյալ Էմիրություններում, Կատարի պետությունում եւ Սաուդյան Արաբիայում աշխատում է օր 24/7-ի ռեժիմով։
9 դիմադիր կուսակցությունների կողմից ստեղծված նոր միասնությունը քաղաքական գնահատականների առանցքայնում է։ Հանուն Վրաստանի կուսակցությունը եւ Լելոն չեն միանում դաշինքին։ Գախարյայի թիմը նշում է, որ 9 կուսակցությունները իրականում ներկայացնում են մեկ կուսակցություն՝ ազգային շարժում։ Լելոյի դիրքորոշման հետ նրանք համաձայն չեն, իշխող թիմում նորաստեղծ դաշինքը անվանում են նացերի մնացորդների միասնություն։ Տեղի է ունեցել Գեորգի Գախարյայի դատավարությունը, փաստաբանները միջնորդություն ներկայացրեցին դատավարության հեռակակարգով միանալու վերաբերյալ, սակայն դատավորը այն չբավարարեց։ Շահերի պաշտպանները նաև պահանջեցին միավորել հունիսի 20-ի և Չորչանայի գործերը և այս միջնորդությունը նույնպես մերժվեց։ Նախկին վարչապետ Գեորգի Գախարյային մեղադրանք է առաջադրվել մի քանի հանցագործությունների համար, որոնք նախատեսում են մինչև 13 տարի ազատազրկում։ Լևան Ջանգվելաձեի սպանության գործով տեղի ունեցավ դատավարություն, հարցաքննվեց Ջանգվելաձեի ընկերը Կոնստանտինե Մոգրոշյան։ Նրա խոսքով սպանված գործարարը հարաբերություններ ուներ Օթար Փարցխալաձեի և Միքայաձե եղբայրների հետ։ Նրա խոսքով Ջանգվելաձեն սպառնալիք էր զգում Օթար Փարցխալաձեի կողմից։ Մեղադրանքի կողմով վկայի ցուցմունքը հաստատել է, որ գործով ապացույցները կապված են։ Ազգային բուսաբանական այգին վաղվանից կբացի այցելուների համար իր դռները։ Մի քանի օր փակ էր մայրաքաղաքում տեղած ուժեղ անձրևների պատճառած վնասի պատճառով։ Մաքրման աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են, ուժեղ ձյան հետևանքով մի քանի հարյուրամյա ծառեր ամբողջությամբ ոչնչացվել են։